Մենք խոսում ենք շատ անկեղծ հարաբերությունների մասին ու հետո կեղտոտվում է այդ ամեն ինչը փողով։ Վարիոր Print-ի եթերում զրուցում ենք շնորհաշատ Արամ Էմպետրիի հետ։ Ինչպե՞ս ես Արամ։ Լավ եմ, մերսի, շատ շնորհակալ։ Ամառը ինչպե՞ս ես եզրափակում։ Աշխատանքային, ինչպես միշտ։ Գոհ ես։ Իմ ամառները հիմնականում աշխատանքային են լինում։ Հա, գոհ եմ։ Արամ, ինձ հետաքրքրում է Արամ Էմպետրիի եւ Արամ Ավետիքի Սարգսյանի միջև եղած ընդհանրությունները եւ ծայրահեղությունները, քանի որ մանկուց ներգրաված ես եղել մի շարք երգչախմբերում, թատերական ներկայացումներում, սակայն հետագայում ընտրում ես դեղագործի մասնագիտություն եւ դառնում Արամ Էմպետրի արտիստ։ Իմ մոտ ամեն ինչ խառն է այդ բնակավարում։ Իրականում ուղղակի ցանկություն այնքան մեծ էր մոտ լինել բեմին, որ բոլոր մնացած մասնագիտությունները անցան երկրորդ պլան, բնականաբար քանի որ ընտանիքում բոլորը բժիշկ էին։ Ես դա ուզում եմ ասել ծնողների գործոնակարգ։ Ստիպեցին, սխալ է ասել, դեռ հարկադրաբար չի եղել, բայց դա եկավ մի տարի, որ հասկացա, թե երևի շրջապատի ազդեցություններ, այսինքն ընտանիքի բարեկամների, որ դե լավ, դե ինչ երկիչ կամ դե լավ, դե ինչ բեմ դերասան, բոլորը բժիշկ են կողքդ նայել եւ դրա մասին այդքան շատ չխոսվեց, բայց ամեն դեպքում ինձ տենց շանս էլ չտրվեց ուրիշ բեմի հետ կապված, դեռ ես ընտրեցի այն ինչ որ պետք է ընտրեի։ Հետո տարիների ընթացքում ինքս հասկանալով, ինչպես նաև ծնողներս էլ հասկացան, որ չէ, մենք սխալվել ենք, այստեղ այ մասնագիտությունը կամ չգիտեմ, նրա նախասիրությունները լրիվ այլ են, թող զբաղվի նրանով ինչով ուզում է, այսինքն ոնց որ ժամանակը բերեց դրան հասցրեց, ոչ մի բան տենց արհեստական չի արվել, ոչ մի բան տենց կոնկրետ է, որ Փաստորեն ծնողները ուղղորդել են, սակայն հետագայում երբ որ դու կատարել ես քո անձի անհատի, ինձ թվում է երևի դա արդեն հասունացման շրջանից հետո ընտրությունը նաև դեմ չեն եղել դրան։ Չէ, դեմ չեն եղել, ընդհանրապես իմ ծնողները տենց այսինքն այդ առումով տենց խիստ չէին, որ չէ, դու պետք է այս լինես, ես այդ բան չէի հասկանում, որ այդ սերը, որը կա, իրականում դա այն է, ինչ որ ինձ պետք է ուղղորդի ու ես պետք է դրա հետևից գնամ, այսինքն ես դες չգիտեի որոշակի դες թևավոր խոսքեր, որ գնա քո խոսքի սրտի խոսքեր։ Դրա համար ես ավելի պրակտիկ էի մտածում, թե բնականաբար բոլորը բժիշկ են, ես է պետք է դառնամ բժիշկ, այսինքն տենց չի էլ մտածել ուրիշ բանի շուրջ։ Արամ, մի անգամ քո հարցազրույցների ժամանակ ասել ես, որ կայացած համարվում է այն մարդը, ով դեռ շատ ասելիք ունի, շատ ծրագրեր, մտքեր եւ այլն։ Շատ լավ, խոսքը կայացածության մասին չի, դա կա, գիտենք, բայց ինձ հետաքրքրում է, այ որպես մարդ, դու ինչքանով ես ինքդ քեզ համարում ինքնառեալիզացված, քո տեսակի, ասելիքի քանի տոկոսն է հայտնի հանդիսատեսին եւ կա մի շերտ, մի տարածք, որը դեռ անհայտ է մարդկանց։ Ընդհանրապես ասելիքը վերջանում, այսինքն կայացվածությունը մի քիչ տարանջատենք ասելիքից, այսինքն մարդիկ կան, որ կայացած չեն, բայց լիքը ասելիք ունեն, մարդիկ կան, ովքեր ասելիք չունեն, բայց կայացած են, չգիտեմ, այս բaragam, չգիտեմ ինչ կոնտեքստի մեջ եմ ասել դա, բայց ասելիքը ինքը ինչքան ապրում ես, ինձ թվում է այդքան ասելիք պետք է ունենաս, որովհետև նոր մտքեր են գալիս, տարբեր իրավիճակներում ես հայտնվում, տարբեր հոգեվիճակներում ես հայտնվում, ստեղծագործ մարդու համար ամեն դեպքում միշտ կա ինչ-որ պարարթող, որի վրա դու պետք է աշխատես, ներկայացնես, բնականաբար փորձում ես ամեն անգամ նորովի ավելի նոր բան ներկայացնել, չկրկնվել, դա այսինքն ավելի շատ աշխատանքային բնույթի նավերաբերվում էլի, ես կայացվածություն չեմ համարում, այսինքն աշխատանքում, ահա ես հանեցի այսքան տեսահոլովակ, ես ունեմ այսքան դիտում, ուրեմն ես կայացած եմ, դա մի քիչ ավելի հոգևոր կայացվածության մասին է գնում, խոսքը կարաս ընդհանրապես տեսահոլովակ չունենաս, ունենաս երգեր, ունենան քիչ դիտումներ, բայց այնքան ներդաշտակն իրենց ներսում, այնքան կայացած քեզ զգաս, որ այսինքն դրանք տարբեր բաներ են, ինձ թվում է։ Այ ես հենց դա էի ուզում ասել, էլի, որ դու քո անձի, քո տեսակը ինչքանով ինքնառեալիզացրել ես քո ասելիքը, դու ինչքանով այն
բեմական Արամը, որ մենք տեսնում ենք, մոտ հենց իրական Դեռ 38 տարեկան եմ, ես անցնում եմ կյանքի տարբեր փուլեր եւ ամեն փուլում փորձում եմ ներկայացնել այն ինչ որ ես զգում եմ, այն ինչ որ ինձ հոգի հարազատ է, այն ինչ որ ես սիրում եմ, կիսվել դրանով, ստեղծել այդ ժամանակաշրջանի մեջ ինչ որ մի բան, բնականաբար նաեւ հաշվի առնելով իմ հանդիսատեսի ցանկությունը կամ այն ինչ որ սիրել եմ հանդիսատեսը եւ ինձ թվում է տարի ինչ որ բաներ փոխվելու է իմ ես ինքս իմ վրա զգում եմ որ 1 տարի առաջ եւ հետո ես արդեն լրիվ ուրիշ կերպ եմ սկսում մտածել շատ հարցերի շուրջ այն ինֆորմացիան որը գալիս է հասնում է ինձ դրանից հետո ֆիլտրվում է դառնում է ինչ որ մի բան արդեն ուրիշ ձև է ներկայացվում իմ տեսանկյունից այսինքն ես վստահ եմ որ ասենք 10 տարի հետո իմ երաժշտությունը, այն ինչ որ ես մտածում շատ տարբերվելու է հիմիկվա երաժշտությունից։ Արամ հետաքրքրում է օրինակ պատանեկության տարիներին դու ինչպիսի տղա ես եղել, խելոք, դաստիարակված, բժշկի որդի, թե ակտիվ բակային կյանք, խաղեր, վեճեր, կոնֆլիկտներ։ Ինձ թվում է ամեն ինչ էլ եղել է։ Եղել է տարիք, երբ որ դրսից չէին կարողանում տուն բերել, դա 90-ականներն էր, հետո եկավ տարիք, որ ծնողներիս շատ երկար աշխատանքի շնորհիվ ես հասկացա, որ պետք է տարանջատել բակային կյանքը մյուս մասից, այսինքն պետք է սովորել, կրթվել, բայց դե բնականաբար ինչպես բոլոր 90-ականների երիտասարդները ես եղել եմ բակի մարդ, ես հիմնական մասը հասկացել եմ բակում ընկերներիս հետ, մինչև եկան 2000-ականները, արդեն խելքը գլուխը հավաքի, սկսի սովորել ու սովորեցինք, ընդունվեցինք համալսարան, այսինքն ոչ մի բանով տենց տարբերվող չեմ եղել, որ ես մենակ փողոցային եմ եղել կամ ինչպես բոլորը։ Իսկ արդեն փոխված քո այս նոր կյանքի որակում այդ բակային հմտությունները հեչ պետք եկել է։ Շատ։ Այսինքն շոու բիզնեսում ինչ որ մեկին հարվածած կաս։ Չէ, հարվածելու մասին չի խոսքը, դրա համար ինչի բակ չես կարես գնաս ուղղակի կարատե պարապես, չէ, իրականում բակային հմտությունները մեծ տարբեր դժվարությունների միջով հետո անցնելու փորձություն են տվել։ Ես համեմատում եմ հիմիկվա երեխաներին մեր հետ մենք հասկանում ենք որ ավելի կոփված ենք շատ հարցերում այն ինչ որ մենք անում ենք փոքր ժամանակ բակում եթե հիմա անեն իմ երեխաները ես կարող եմ ինֆարկտ ստանամ որովհետև դե այնտենց ժամանակներ են եւ դա նորմալ էր համարվում մենք խաղում ենք շատ վտանգավոր տեղերում լույս չկար էլեկտրականություն տալիս էին մենք էլեկտրական բաներ էինք անում ես չեմ հիշում ով վերացել բայց ռուսական ստենդափի մեջ էին ասել, որ 90-ականներին 90-ական թվերի մեծացած տղա երեխան դա պատահական ողջ մնացած տղամարդ է, իրականում հենց տենց էլ կար ու այդ հմտությունները շատ հարցերում շատ փորձություններ անցնելիս այս տարիքում։ Բայց նաև դա շատ կյանքի մեծ դպրոց էր։ Հենց այդ եմ ասում, այսինքն քարի, փայտի, հողի, փոշու հետ շփվելիս մենք մի քիչ ավելի շատ կոփվել ենք, քան թե հիմիկվա երեխաները։ Բարդ էր այդ ժամանակ, հիմա մեր թվականի երեխաները, որոնք որ մեծացել են, հասկանում են, որ ավելի այդ կոմֆորտ զոնայի պակաս չունեն, այսինքն եթե իրաց մոտ մի բան էլ են չի, հաստատ չեն ասում, «Ոյ, ես ինչ է», որտեղ իրանք դրանից ավելի դաժան տարիներ են տեսել։ Բայց դա էլ չի բերում մեկ ուրիշ ծայրահեղության, այսինքն դժվարություններին ոչ այդքան վարժ։ Երբ որ չափի շատ դրական ջերմոցային պայմաններում ես մեծանում։ Ինքը համ լավ է, համ վատ է։ Վատ այն առումով, որովհետև մենք ասում եմ, այդ ժամանակ ինձ թվում է որոշակի առողջական խնդիրներ շուտով հեսա կգան, որտեղ այն ինչ որ եղել է այն թվականներին, ինձ թվում է միտեղ պետք է արտահայտվի։ Լավ այն առումով, որ մենք շփման մեջ այլ ենք, այսինքն ես հիմնականում այդ թվականի տղաներին, իրանք ավելի անկաշկանդ են շփման մեջ, ավելի արագ են, ավելի ճկուն են, այսինքն այդպես ինչ որ դրսի դաստիարակությունը իրանց թույլ է տվել, ոնց որ ավելի ակտիվ լինել, ավելի ճկուն լինել։ Հիմա երեխաները մի քիչ այլ են, մի քիչ ավելի կոմպլեքսավորված են։ Արամ, խոսեցինք երեխաներից, դու 3 զավակի հայր ես եւ հենց հիմա դրա մասին էինք խոսում, որ ակնհայտ տարբերվում է մեր եւ ներկայիս սերնդի մանկության հետաքրքրությունները, փոխվել են խաղեր, միջոցներ, արժե համակարգ, որպես հայր ինչ մտավախություններ ունես։ Ես այս հարցը շատ եմ մտածել ու հասկացել եմ ոնց որ ինձանից առաջ ունեցել իրանք միևնույն է գտնելու են իրանց տեղը կյանքի այս ժամանակահատվածում, այսինքն միևնույն է կյանքի ալիքներն ու հոսանքը իրանց բոլորին այդպես հավասար տանում են եւ անուն մեկը փորձել է ինտեգրվի այդ ժամանակաշրջանի մեջ։ Ես հիմա բնականաբար երբ որ հավաքում են
մեծ որդից իր դասանցիներով սկսում են զրուցել, ես կողքից շատ բաներ չեմ հասկանում, չնայած ինքս, այսինքն չեմ հետ մնում շատ բաներից, գիտեմ ինչերով անա զբաղվում, ինչ է խաղում, ինչն է հետաքրքրությունը, բայց միևնույնն է, այսինքն ես հասկացել եմ, որ ես արդեն մեծ եմ։ Ամեն ու հետո որ տենց կա արտահայտություն, որ ասում են նայ փուջու երեխա է, բայց ոնց է YouTube-ով զբաղվում, ոնց է միացնում, ոչ ոք չկա զարմանալու, մենք էլ մեր ժամանակ մեր խաղերով ենք, այսինքն դու սովորում ես այն ինչ որ քո առջև դրված է։ Դժվարություններ, որոնք որ իրանք տեսնելու են ապագայում, երևի թե ավելի շատ մարդկային շփման դժվարություններ, որտեղ հիմա մի քիչ ավելի շփում է այդ թեկուզ հենց բակից ինչ որ շատ խոսեցինք, բայց դպրոցից դուրս մնացած շփում ավելի տանն է, որտեղ բակ չեն իջնում երեխաները։ Այդ մասը բացակայում է, դա լավ է թե վատ, կիմանանք հետո։ Ցավոք դա այսօրվա մեր իրականությունն է։ Խոսեցինք բակից, բակային կյանքից, ինձ հետաքրքիր է ովքեր են քո ընկերները, ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի կամ նա, ով կարող է դառնալ քեզ ընկեր եւ ով չի կարող դառնալ քեզ ընկեր։ Կան որոշակի հատկանիշներ, որոնք բնորոշում են նորմալ մարդուն, adekvat, ամենակարևորը adekvat մարդիկ լինեն, նվիրված լինեն, պարտաճանաչ լինեն, ստախոս չլինեն, այսինքն սրանք են բաղադրիչ մասերն են ընդհանուր մարդու, որոնք որ ուզում ես քո կողքը լինի։ Եվ կա մի հատ sense անհասկանալի էներգետիկա, որի բացակայության դեպքում այդ մարդը ուղղակի չի կարող լինել քո ընկերը։ Այսինքն բնականաբար, օքեյ, ինքը շատ պարտաճանաչ է, ինքը խելացի է, ինքը նվիրված է, ինքը ստախոս չի, բայց միևնույն է ինքը քո ընկերը չի։ Ու դա նորմալ է, այսինքն կա մի հատ ինչ-որ տեղ մտավոր անբացատրելի, որը քեզ կապում է։ Երբեմն լինում են ծայրահեղ տարբեր մարդիկ, բայց շատ լավ ընկերություն է ստացվում։ Այսինքն այդ հոգևոր կապը, որը առաջանում է, երբեք չես կարող ասել ոնց է առաջանում ու ոնց է անում։ Ուղղակի ինչ-որ մի բան դուր է գալիս քեզ այդ մարդու մեջ։ Ունես հիմա շփում քո բակային դպրոցական ընկերների հետ։ Դպրոցական ընկերների հետ ունեմ, բակային ընկերներից շատ ուշ եմ տեսնում։ Հիմնականում բակիս ընկերների մեծ մասը Հայաստանում չի։ Բայց կապեր կա, ինձ հետաքրքիր քո մանկության ընկերների հետ ունես կապեր։ Ես ունեմ մարդիկ, ովքեր որ Միացյալ Նահանգներում են գտնվում դեռ 90-ականների կեսերին գնացել են։ Ես նրանց հետ շփում ունեմ, այսինքն չեմ ասում հանդիպում ենք, որովհետև շատ հեռու են ինձանից, բայց Facebook-ի եւ նման համացանցերի ստեղծումից հետո կապը ինչ-որ կերպ վերականգնվեց, բայց մեկ այսինքն մեծ մի հատ ճեղք կա առաջացել, որովհետև մեր հետաքրքրությունները մնացել են 90-ականներում, հիմա արդեն ամեն մեկը զբաղվում ենք լրիվ ուրիշ բանով, փոխվել ենք բոլորս։ Այ խոսեցինք բակային կյանքից, ընկերներից, ուզում եմ մի փոքր տեղափոխվենք այլ հարթություն։ Օրինակ, հետաքրքիր է շոու բիզնեսում շատ էլ օրինակները, երբ համատեղ միասին սկսում են նախագիծ, կառուցում են, միասին ապրում են ուրախ եւ տխուր օրեր, իսկ հետո հասնելով որոշակի հաջողության փառքի, կարծես անիվը կանգ է առնում կամ փուչիկը տրակում է, ընդհանուր միմյանց չտեսնել, չշփվել, չողջունել միզանսցեններով։ Այնուամենայնիվ, ինչ ես կարծում, պատճառը ինչն է, մարդկային ամբիցիաները շահը հաղթում է ընկերությանը։ Ես այս ամեն ինչին կավելացնեմ, որ ընդհանրապես կապ չունի դա շոու բիզնեսը, թե բժշկությունը, թե շինարարությունը եւ այլն։ Դա մարդու տեսակ է ուղղակի։ Ուղղակի ինչու են հենց շոու բիզնեսը օրինակ վերում, որտեղ դա ամենաակներևն է, այսինքն դու բոլորի աչքի առաջ ես դա անում եւ շատ-շատերը տեսնում են այն ինչ որ տեղի ունեցավ քո գործընկերոջ հարաբերությունների միջեւ։ Նույնը բոլոր բնակավարներում դա ուղղակի մարդու տեսակ է։ Եթե թողնենք մի կողմ այն անհամաձայնությունները, որոնք որ կարող են առաջանալ ընդհանրապես բիզնես ոլորտում մարդկանց միջև, կա տենց չգրված օրենք, չէ՞, ասում են ընկերոջդ հետ բիզնես մի արա, եւ կա դրա մեջ ճշմարտություն բնականաբար, եւ մի կողմից էլ ասում ես, բայց ես ուզում եմ, որ երկուսից համար լավ լինի։ Հիմնականում հենց տենց ընկերական էլ ամեն ինչ սկսվում է, բայց արանքում առաջանում են խնդիրներ, տարատեսակ խնդիրներ, ոչ մեկ չի կարող կանխատեսել ինչ կարող է լինել։ Ընկերական, այսինքն այդ անկեղծ, մաքուր, անշահախնդիր հարաբերությունների մեջ մտնում է փող։ Իսկ ֆինանսը, մաքուր, զուլալ հարաբերությունները փոխտորող ամենամեծ դրդապատճառներից մեկն է, որովհետև մինչ այդ ընկերները երբեք չեն առնչվել նման թեմայի շուրջ, երբեք նրանց մոտ չի եղել տենց խոսակցություն, երբեք
մեկը մյուսի գրպանին չի նայել, հասկանում եք, ասենք մենք խոսում ենք շատ անկեղծ հարաբերությունների մասին ու հետո կեղտոտվում է այդ ամեն ինչը փողով։ Ով ոնց կդրսևորի իրան այդ ժամանակ, ոչ մեկ չգիտի, ընկերներից ոչ մեկը, ոչ մյուսը։ Նրանք երկուսը վստահ են, որ իրանք ունեն ստեղծած իրանցով, իրանց մաքրությամբ այդ հարաբերությունները ու հետո գալիս մտնում է մի հատ կեղտոտ բնագավառ, որտեղ ոչ մեկ չգիտի, թե ոնց է իրան պահելու ֆորս մաժորի ժամանակ։ Այդտեղ մեղավորությունը թողնել մեկի կամ մյուսի վրա շատ սխալ է, որովհետև իրանք երկուսն են սխալ։ Իրանք կամ պետքա չմտնեին այդ հարաբերությունների մեջ ֆինանսական, կամ մտնելուց առաջ պետքա որոշակի պայմանագիր կնքեին, որը իրականությունում մեր մի քիչ աբսուրդ է հնչում, երբ որ երկու ընկեր, որոնք իրար հետ մեծացել են, մանկապարտեզից հասել են հասուն տարիքի, ունեն ընտանիքներ, ասում են ու սկսում են բիզնես անել, ասում են դե արի պայմանագրով անենք, որ մեր իրականության մեջ երբ որ դիմացինի տնկերոջը ասում ես դե արի իր այդ պայմանագիր անենք, մի տեսակ վիրավորական է հնչում, բայց հետո այդ ամեն ինչը բերում է լրիվ ուրիշ խնդիրների։ Տենց ես կարող եմ բերել միլիոնավոր օրինակներ թեկուզ շոու բիզնեսում, որտեղ ստեղծվել են տարբեր ինչ-որ խմբեր, դուետներ են ձևավորվել ու հետո առաջացել են խնդիրներ։ Մեղադրել ինչ-որ մեկին նրանցից սխալ է, որովհետև ժամանակն էր այդպեսին, որ պետք էր տենց անել։ Այսինքն թեկուզ նույն 32 ատամի օրինակի վրա, թեկուզ, չգիտեմ, կարգին հաղորդման օրինակի վրա, ուտես լիք օրինակներ կան, դա սկիզբ էր բոլորի համար։ Այսինքն ընկերությունից դուրս մեկ այլ հարթություն, երբ որ մարդիկ տեղափոխվում են մեկ այլ հարթության, մեկ այլ ոլորտի շփում է ձևավորվում, իսկապես մարկային էությունը, էգոն այնպիսին է, որ մարդ ինքն էլ չգիտի, թե ուղղակի կողքից միշտ քննադատելը բավականին հեշտ, ասում ես, այ տես, իրանք բան, բայց դուք չգիտեք այնտեղ ինչ է եղել, բայց միգուցե այնտեղ ոչ մեկը մեղավոր չի, ուղղակի տարիքն էր այդպեսին, երբ որ ամեն մեկ ուզում էր ուրիշ, այսինքն ուղղակի դա շատ ակներև է, ասում եմ, եթե վերցնենք ինչ-որ մի շինարարական ընկերություն, որտեղ երկու ընկեր իմեն, դրա մասին ոչ մեկ չի էլ իմանա, բայց միշտ ասում են, այ շոու բիզնեսում մեկը դու տեսա, նրա աստղային տարավ, չէ, ուղղակի։ Դե մեր ոլորտում ամեն ինչ այնպես է, որ տեսախցիկների աճ կա կատարում, ինչքան շատ մարդ է իմանում, այնքան աղմուկը ավելի մեծ է լինում։ Իրականում բայց հենց տենց նախագծերն են ամենահաջողված լինում, որովհետև այդ տենց նախագծերի մեջ դրված է ողջ ինտուզիազմը մարդու, ողջ էներգիան, այսինքն այնտեղ մանավանդ այդ տարիքում սկզբի ժամանակ դու անշահախնդիր նվիրվում ես ամեն ինչին, անում ես այն ինչ որ սիրում ես, իսկ երբ որ անում ես այն ինչ որ սիրում ես, ստանում ես 99% դեպքերում լավ արդյունք, այսինքն աշխատասիրություն, նվիրվածություն գործին եւ բնականաբար բնությունից տված շնորհք։ Եթե այդ երեքը իրար հետ լինում է, քո աջակցությունը գրավականը դառնում է ամենաբարձր։ Դու մի անգամից պատասխանեցիր վերջին հարցին։ Շատ հետաքրքիր էր։ Արամ, օրինակ մի անգամ ասել ես, որ պատանեկության տարիներին հաճախ ես կոնֆլիկտներ ունեցել աղջիկ ընկերուհիների հետ, ինչ որ բան չէր լինում, չէր ստացվում, չէի կարողանում կիսել։ Հարցազրույցներից մեկի ժամանակ կարող է գինովցած ես եղել, չես հիշում։ Հարցազրույցների ժամանակ գինովցած չեղել։ Ամեն դեպքում դե եղել են աղջիկ ընկերուհիներ, ում հետ ինչ-ինչ պատճառներով չի ստացվել հետագա կյանք, հետագա ապագայի կառուցել, բայց հիմա կարծես շատ ներդաշնակ եք ձեր կրոջ հետ, շատ համերաշխ եք ապրում, համենայն դեպս եւ տեսախցիկների առջև տեսախցիկներից հետո թե ձեր կին այնքան էլ չի սիրում լինել կադրում, բայց երևում է ձեր համերաշխությունը, մտերմությունը։ Ինձ հետաքրքիր է, որպես տղամարդ, ինչն է ձեզ գրավում կնոջ մեջ։ Խելքը։ Էլ։ Արտաքին տեսքը դա երիտասարդ տարիքում, այսինքն երբ որ դեռ սեռահասուն տարիքում ես նոր, առաջինը բնականաբար նայում ես արտաքին տեսքին։ Դա եւ էլ ուրիշ ոչինչ։ Ուրիշ ոչինչ չես տեսնում։ Բայց ամենակարևորը խելքը։ Դա ընտանիքի հիմքում ընկած ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որ կինը խելացի լինի։ Որովհետեւ այդ դեպքում շատ հարցեր ուղղակի հարթվում են։ Որովհետև կնոջ խելքը շատ տարբերվում է տղամարդու ուղեղից, այսինքն մտածելակերպերով շատ տարբեր ենք ու ճկունությունը չէ։ Ճկունությունը մեկ եւ երկրորդը, այսինքն դու փորձում ես քո խելքով, քո ուղեղով ուրիշ բացել լրացնել, որոնց մասին ընդհանրապես եւ կան կետեր, որոնց մասին ընդհանրապես չես մտածում։
ինքը դա է լրացնում, այսինքն որ ասում են իրար լրացնող եղեք, այս պարագայում եթե չլինի ուղեղի պարունակություն, այսինքն հասկացողություն, adekvatություն, ընդհանրապես ուր ենք գնում, ինչ ենք անում միասին, ով եմ ես, ով ես դու, ով ենք մենք իրար հետ, այսինքն սենց հարցեր կան, որոնց պատասխանը թե մեկը, թե մյուսը պետք է տա։ Այս սենց մանր կետերի վրա, որոնց մասին դու սկզբում ընդհանրապես չես մտածում, որովհետև սկզբում քո մոտ պլատոնական սեր է, դու սիրահարվում ես իրան։ Դրա մեջ ամեն ինչ կա։ Հետո սկսում ես բացահայտել դիմացինիդ, հասկանալ դրա դրական, բացասական կողմերը, ես ամենաառաջինը հիմա եթե շփվում եմ, ծանոթանում եմ ինչ-որ մարդու հետ, այսինքն իրական սեռի ներկայացուցիչ, արտաքինին շատ գեղեցիկ է, հիանալի է, իսկ ինչ կա ներսում։ Եթե դատարկ մարդ եղավ, ինձ շատ անհետաքրքիր է լինելու իր այդ շփումը, այսինքն ուզուտ ամեն ինչ սեքսի մասին չի էլի, այս կյանքում, այսինքն պետք է դիմացինի հետ մեկը լինի, որ կարողանաս խոսած, շփվես, նրանից ինֆորմացիա ստանաս, դու իրենից փող անցես ու հասկանաս, որ ինքը ընդունել է այն ինֆորմացիան, ընկալել է ինչի մասին խոսում։ Մնացած արդեն ինքան են ասել։ Նույնական մասին պետք չի խոսել։ Չմոռանանք տեսախցիկի արկայությունը, Արամ, սիրելի աղջիկներ, հետևություն արեք, պետք չէ այդքան գումարներ ծախսել ձեր արտաքին տեսքի համար, գումարներ ծախսեք ձեր խելքի համար, գրքեր գնեք, կարդացեք, եթե ինտերնետ չկա խելքը իհարկե։ Դա իմիջայլոց Արամ, ուզում եմ խոսենք, գիտեմ, շատ ես խոսել Եվրատեսիլի մասին, անդադ հարց են արել եւ այլն, դու էլ շատ այդ մասին խոսել ես, ասել ես, բայց ինձ մի բան է հետաքրքրում, Եվրատեսիլը ինքը առանցքային բնույթ է կրում հայ երգիչների կարիերայում, կյանքը դրանից առաջ եւ կյանքը դրանից հետո։ Դու այն քիչ հաջողակներից ես, եթե ոչ մի քանի, ում բախտ վիճակվեց աշխատել հայկական իրականությունից դուրս, նման մասշտաբի, նման նվաճում գրանցել։ Ինձ հետաքրքիր է որպես մարդ, որպես անհատ, ինչ փոխվեց քո ներսում եւ հետաքրքիր է ինչ փոխվեց քո շրջապատում։ Կային մարդիկ, որ մինչեւ այդ քեզ հետ լավ չէին, հետո սկսեցին լավանալ։ Չէ, վերջին հարցին պատասխանեմ, չի ասի, նման բան չի եղել, այսինքն ովքեր կային մնացին, ավելացան բնականաբար մարդիկ շրջապատում, ում հետ ծանոթացա այդ Եվրատեսիլյան շրջանակներում, ովքեր կամ ինձ ճանաչեցին Եվրատեսիլից հետո, գիտեք, երևի փորձ, ամենակարևորը փորձ, որովհետև որքան էլ ես տեղ երգել էի, ելույթ էի ունեցել, միևնույն է, այսինքն այն ինչ որ տեսա այնտեղ, չէի տեսել։ Ետնաբեմ, այսպես ասած, պրոֆեսիոնալ, չէի տեսել։ Դա ինձ տվեց փորձ, որը հետո ես արդեն օգտագործեցի իմ տեղի գործունեության ժամանակ, որոշակի հմտություններ, ամենակարևոր բաներից մեկը, որը ես ձեռք բերեցի այդ ընթացքում, դա ինքնակառավարումն է։ Բեմից առաջ ես փորձեցի կառավարել ինքս ինձ։ Ես ահավոր շատ էի լարվում բեմ դուրս գալուց առաջ, ահավոր շատ այնտեղ մանավանդ։ Ես փորձեցի գտնել իմ մեջ այն, չգիտեմ ինչ ասած, թաքնված մի կետը, որտեղ կարողացա խոսալ ինքս իմ հետ ու ինքս ինձ կառավարել, որպեսզի նյարդերը տեղին չտան, որովհետև հիմնականում նյարդերի տեղին տալու դեպքում լավ չի լինում ոչ մի բան, այսինքն ես ունեի ուսուցիչ, ով արտիստիկ խառնվածքի մարդկանց համար բնորոշ է էմոցիոնալ։ Էմոցիաները իրականում շատ լավ են, էմոցիաները վատ չեն, նույնիսկ երբ որ նյարդայնանում ես բեմից առաջ, դա էլ է լավ, որովհետև դա նշանակում է դու պատասխանատվության զգացում ունես, բայց շատ հաճախ երբ որ նյարդայնացումը վերածվում է գրոտեսկի, դա կարող խանգարի արդեն արտիստին բեմի վրա, հուզմունքից առաջանա ձայնի դող, ֆալշ, չգիտեմ, եւ այն ինչ ասես կարա լինի։ Մի քիչ աբսուրդ է հնչում իրականում, բայց ես մնալով մենակ փորձեցի ինքս իմ հետ զրուցել, հասկանալ, դա ինչ է այդպես լավ։ Այսինքն, սենց ինչ որ տրեյնինգներ ինձ տվեցին փորձ։ Ասա տեսնեմ ինչի՞ս լավ, ինչա պատահել։ Այսինքն, ես ինքս ինձ համար բացահայտեցի այդ ինձ հետ շփման մենախոսության շնորհքը, որտեվ ոչ մեկ ինձ չէր կարող ասել ոնց գնամ հասնեմ այդտեղ։ Իսկ շրջապատում կային մարդիկ, որ մինչև այդքան էլ լավ չէին քեզ հետ, չէին սիրում, մոտիկություն չէին անում, հետո սկսեցին շփվել, պարտքով գումար ուզել։ Չէ, ովքեր չէին սիրում, չեն էլ շփվել, դրանից հետո դե գիտեմ ովքեր չեն սիրում, հաստատ ինչ չեն մտա։ Չէ, այդպես բաներ չի եղել։ Ես ասեմ ավելին, Եվրատեսիլից հետո ես այդպես հարուստ չեմ եղել, որ ինձ պարտքով գումար վեց։ Այսինքն իմ կյանքում այդ բային
ֆինանսական առումով ոչ մի բան չէր փոխվել։ Արամ վերադառնանք մեր օրեր ներկայիս պահ, Porsche ավետի հետ միասին ստեղծվեց դուետ, եթե այսօր լիներ 3։ Ինչ կանեիր դու, եթե այսօր լիներ 3։ Ես ուզում եմ ստեղ մի քիչ ավելի բացել փակագծերը, իրականում երգը շատ մարդիկ սխալ են հասկացել եւ մտածել են, որ մենք ուզում ենք փոխել երեկվա օրը, եթե այսօր լիներ 3, սենց չէր լինի, բայց քաղաքականացնում են, կապում են որոշակի դեպքերի հետ, բայց երգը ընդհանրապես ինքը համընդհանուր է, համամարտկային է, այսինքն խնդիր, որը որ կա, ցանկացած մարդ մտածում է, եթե այսօր լիներ 3, ես ինչ կանեի։ Մենք երգում տալիս ենք այդ տարբերակը, որ մենք ոչ մի բան էլ չենք փոխի։ Որովհետև դու ոչ մի բան չես էլ կարող փոխել։ Եթե դու ծնվես եւս մեկ անգամ, դու լինելու ես նույնը։ Ահա։ Մեկը քո խառնվածքը, քո բնավորությունը նույնը։ Միգուցե դու չես ծնվի Երևանում, կծնվես, չգիտեմ, ասենք, Կինշասայում, մեկը քո խառնվածքը նույնն է լինելու, մեկը քո շրջապատը դու էլի տենց ես ստեղծելու, անելու ես նույն սխալները, որ մարդը իրան տալիս է մտատանջում է։ Բնականաբար, այսինքն ընտրություն, մարդ ինչ որ իրավիճակի մեջ է հայտնվել, նրան ասում են, «Էս կընտրես, թե էս, եթե ես էս մարդ եմ, կընտրեմ սա»։ Եվ դա կապ չունի, ես ստեղ եմ գտնվում, օդում, ջրում, թե ցամաքում։ Եվ եթե այսօր լիներ 3, ես միևնույնն է կանայի նույն բանը։ Ոչ մի բան իմ կյանքում չէր փոխվի։ Իսկ մարդիկ YouTube-ում հիմնականում ասում են, ինչ եք ուզում փոխել 3, ասում են, չենք ուզում փոխել, դա ուղղակի բառերի մեջ մի քիչ ավելի Ինչ ա եղել հենց ասա տեսնեմ, հա։ Հա, շատերը կապում են ինչ-որ դեպքեր հետ, դե բնականաբար համընկավ ամեն ինչ իրար հետ, բայց մենք դրա մասին չենք խոսում, մենք խոսում ենք համամարտկային խնդիրների մասին եւ Այսինքն դու ասում ես ամեն դեպքում դու կվարվեիր նենց ոնց քո օրգանիկանա քեզ թելադրում։ Մեկը վերջում գալու էինք հասնենք նույն կետին։ Արամ, հաջողության է հասնում նա ով աշխատասեր է, աշխատում է գիշեր ցերեկ, սիրում է իր մասնագիտությունը եւ եթե այդ երկուսը կա, մնում է դրան ավելացնել նաեւ բնության կողմից տրված շնորհ։ Այդ դեպքում իրան հասնել չի լինի, ուղղակի չի լինի։ Ում ես կարոտում։ Հորս։ Ինչի մասին ես երազում։ Այս բան ինչ որ երազում էի ունեմ, աղջիկ ուզում ծնվեց։ Բայց լավ, եւ վերջում կա հարց, որ օրինակ այս զրույցի ընթացքում առաջացավ եւ խուզես դու էլ ինձ մի հարց տվես։ Այսքան հարցեր ես քեզ տալիս եմ, մի հարց դու ինձ տաս։ Երբ է եթեր գնալու ես հաղթում։ Շուտով։ Շատ լավ։ Շնորհակալություն այսպեսին էր Արամ Էմպետրին, անկեղծ եւ տաղանդավոր։ Կհանդիպենք։